Okay, սիրելիներս, նախ ասեմ մեր մոտ արդեն պատրաստի կա փախլավայի լիստեր, որ վաճառում են սառցախցիկներում, հանութների, սա օգտագործելու եմ դա, եթե խմորը ձեր մոտ չեն վաճառում որևէ երկրում, որտեղ որ դուք գտնվում եք, ես խմորի բաղադրությունը կթողնեմ անպայման ներքևի հատվածում, որ կարողանաք դուք տանը պատրաստեք, բայց քանի որ հեշտ ու հանգիստ տեսակը կա, օգտագործում ենք հեշտ ու հանգիստ տեսակը, խնդրեմ։ Մեզ մոտ պատրաստի ես հենց վաճառում են արդեն սա, ինքը թերթի նման բարակ բացված խմորներ են արդեն։ Բարակությունը հիմա ցույց կտամ, որ պատկերացնեք դուք։ Սա մեր խմորներն են։ Okay, ինչ ենք անում։ Նախ մի կողմ եմ դնում, հատիկ պետքա վերցնենք, որտեղ մեզ պետքա թեթև, փխրուն, փափուկ, փախլավաներ։ Ամեն այդքան է փափուկ չէ, խրթխրթան ավելի շուտ կարամ։ Առաջինը, որ պատրաստում եմ հիմա, հունական ընկույզն է, աղացած արդեն ինձ մոտ, պետքա մեջը ավելացնեմ 1 թեյի գծալ դարչին եւ եթե ցանկանում եք մեխակ, ես չեմ ավելացնելու մեխակ, որտեվ արդեն երևի ծանոթ եք, մեր տան անդամները չեն սիրում մեխակ։ Դրա համար չեմ ավելացնելու, բայց մեծամասամբ մարդիկ ավելացնում են։ Ամեն անգամ, երբ որ կօգտագործենք ընկույզը, անպայման կխառնեք ընթացքում, որտեվ դարչինը նստում է հատակը եւ չի պահում վերևը։ Ինչ ենք անելու։ Մեզի հարկավոր է մեր թավան, հայերեն համոռանում եմ այս անունը թե ոնց է կոչվում։ Առաջի բանը, որ պետք է անեմ, ես նախ յուղում եմ թեթև տակը իրա։ Ու հերթով յուղելով, ինձ մոտ կա հալածրած յուղ, յուղելով դնելու եմ թերթիկները։ Երկու շերտ, 3 շերտ կդնեմ, յուղեմ կդնեմ, հետո նոր պոպոկը, նորից 2-3 շերտ կդնեմ, նորից պոպոկը, բայց ամեն շերտը դնելուց այսպես պետքա յուղեմ ես փախլավայի խմորները, լիստերը։ Սա իրարա կպե։ Կա որ այսպես իրարա կպած արդեն վաճառել են այս ձևով, որը նորմալ չի, բայց ուլն պետքա դնեմ, որտեղ չեմ կարողանում ուղղակի պոկել իրարից։ Ավելի շուտ կպատրամ, քան թե կպոկեմ։ Okay, հիմա դնում ենք մենք պոպոկը։ Ձերքով ավելի լավ դնեմ ես։ Մարդիկ կան, որ սիրում են մեղր ավելացնեն, փախլավայի պոպոկի հետ միասին։ Մենք այդքան չենք ուզում, որտեղ արդեն ինքը բավական քաղցր է լինելու, կարիքը չեմ զգում, որ ավելացնել այնտեղ նմանապես։ Երևի թե օշարակի մեջ արժի ավելացնել, բայց ոչ պոպոկի հետ, որտեղ արդեն շատ կլինի քաղցրը։
անցնենք հաջորդ շերտին։ Նորից հիմա պոպոկ։ Վերջ։ Վերջին շերտի վրա արդեն կավելացնի, հիմա կդնեմ ձու թեթև կքսեմ ու վերջ։ Իհարկե կաթով բացած ձվի դեղմոց է։ Քեզ սիրելիներս եւս մեկ շերտել ենք գնում, մեկ կամ երկուս անգամ դեռ հլը։ Ես նորից պոպոկ հաղացի, որովհետև չբավականացրեց ինձ մոտ։ Եթե նկատում եք, մենք լավ յուղում ենք, դա պարտադիր է փախլավայի պարագայում, մեր մոտ, մեր ընտանիքում կարամ ասեմ անգամ, չգիտեմ, ամեն կին իրանք իրանց գաղտնիքներն ունեն, իրանց տեխնիկան ունեն օգտագործելու, ես ինչ եմ անելու, ես կտրելու եմ հիմա, որտև միջև ձուն քսելը պետք է անպայման կտրեմ,
որտեվ խանգարում է ձուն, սկսում է խախտվելը։ Okay, Ժողովուրդ ջան, ես արդեն դեղնուցը ունեմ, դեղնուցին շատ թեթև քիչ կաթեմ ավելացնելու, որպեսզի հեշտ գցվի թերթիկներին։ Ջեռոցը արդեն միացրած է, 180 աստիճան Ցելսիուս Հայաստանի, Եվրոպայի և 350 աստիճան Ֆahrenheit Միացյալ Նահանգների։ Պետք է եփվի 20 րոպե։ Եվ վերջ։ Okay, սիրելիներս, հիմա մեզ պետք է անհրաժեշտ է օշարակը պատրաստենք, 750 գրամ ջուր և 750 գրամ շաքարավազա պետք անեմ և մեծ բարակ շերտով լիմոն։ Սա 500, okay, there you go։ Եվ 750 գրամ էլ ջուր է պետք մեզ։ Հիմա դնում ենք գազօջախի վրա 8 րոպե եռալու։ Եթե նկատում եք, սիրելիներս, արդեն իմ օշարակը եռում է մոտ 5 րոպե, ևս 2 րոպե և կանջատ եմ արդեն։ Ահա և վերջ, պատրաստ է մեզ մոտ։ Մենք տաք վիճակում արդեն, մեր օշարակն էլ է պատրաստ, պետք է արդեն լցնենք։ Օշարակը և թողնենք 20 րոպե հանգստանա ու արդեն պատրաստ կլինի ուտելու։ Իմիջիայլոց շատերը վստահ եմ կգրեն, որտեղից շարենք պատրաստի այս բացած խմորները։ Հայաստանում, եթե չեմ սխալվում, բուրմա է, բուրմա, ինչպես է պատրաստում բուրմայի խմորը, դա նույն խմորն է, որը պատրաստում ենք այստեղ մենք փախլավան դրանով։ Այնպես որ ձեր մոտ էլ վստահ եմ, Հունաստանում էլ կա նույն բուրմայի խմորը վաճառում են այնտեղ էլ, Հունաստանում էլ կա։
ուրիշ տեղեր չգիտեմ, բայց վստահ եմ, որ մանգակ կարող եք գտնեք։ Եվ վերջ։ Okay, սիրելիներս, ահա եւ տեսնում եք, չէ՞, խմորը բավական ախորժալի համով փափուկ խմոր է լինելու, թեթև շատ։